հայկական մշակույթը ներկայացվում է իբրև օտար փոխառությունների մի թանձրույթ։ Հայերի աստվածները փոխառված են պարսիկներից եւ հույներից։ Հայկական ճարտարապետական այս կամ այն շինությունը, այսինչ կամ այնինչ բյուզանդական, ասենք, բանի իբր շինության պատճենն է կամ նմանակությամբ ստեղծված մի կառույց։ Հայկական մատենագրությունը իհարկե ներկայացվում է իբրև պարթևական, բյուզանդական, պարսկական, արաբական ազդեցությունների ուրեմն մի դարձյալ թանձրույթ։ Գիտեք, իհարկե ազդեցություններ կային, հարցը այդ ազդեցությունների մասին չէ, եւ հայկական մշակույթն է կրել ազդեցություններ, եւ հայկական մշակույթից են կրել ազդեցություններ մեր շրջակա ժողովուրդներն ու պետությունները։ Հարցն այն է, որ այդ ազդեցությունների չափաքանակը խիստ չափազանցված է, հասցված է աբսուրդի։ Ժխտվում է հայոց ցեղասպանության փաստը, սակայն այսօր իսկ նույնիսկ ազգությամբ որոշ հայ պատմաբաններ ոչ անմիջականորեն շղթելով ցեղասպանությունը կասկածի տակ են դնում ցեղասպանության նպատակադրվածությունը, կասկածի տակ են դնում ցեղասպանությունը իրականացնողների, իդեատականների ծրագրով կանխապես ծրագրված մի պլանով գործունեությունը եւ հայտարարում են, որ երիտթուրքերը դիմեցին ցեղասպանությանը պարզապես պատերազմական ճնշումների պատճառով։ Մեր նորագույն ազատագրական պայքարի շրջանը նույնպես ենթարկվում է վարկաբեկման եւ պատմականորեն եւ ամենավերջին զարգացումներով։ Պատմականորեն Ղարաբաղը հռչակվում է, Արցախը հռչակվում է աղվանքի, հին աղվանքի բաղկացուցիչ մաս, իսկ վերջին զարգացումները որակվում են իբրև միջեթնիկական բախումներ, միջեթնիկական կզվրտոց։ Այս երևույթները, եթե մենք դիտում ենք առանձին, գուցե թե հնարավորություն չեն տալիս մեզ հասկանալու, թե ինչու համար է այս ամեն ինչն արվում։ Սակայն միասին դիտելու դեպքում պարզվում է, որ նպատակն է թուլացնել հայերի մեջ հայրենասիրական զգացմունքները, թուլացնել հայկական կողմի պահանջատիրական հիմքի կռվանները, սյուները, զրկել հայերին ազգային հպարտությունից, ազգային արժանապատվությունից, ազգային հպարտություն չունեցող որևէ ազգի ներկայացուցիչ, այլևս դժվար թե պայքարի իր ազգային իրավունքների վերականգնման համար։ Այժմ չմանրամասնեմ, սակայն հարձակումների են ենթարկվում հայոց լեզուն, որը հայտարարվում է դարձյալ ինչ-որ փոխադարձաբար անհասկանալի բարբառների մի խառնուրդ, հարձակման են ենթարկվում հայկական գենետիկան, հայերը, որ աշխարհում գենետիկապես ամենամիապար ազգերից են, քիչ ազգերից են, հայտարարվում են ուրեմն ինչ-որ գենետիկական տարբեր որակափոխությունների, ձևափոխությունների արգասիկ։ Նկարագրելու համար, թե ինչպես են գործում այս հայագետները, բերեմ մի բոլորովին թարմ օրինակ։ Գիտեք, կա կռունկ ինտերնետային թերթը, որը աշխարհում թերևս ամենատարածված ինտերնետային հայկական թերթն է, այնտեղ են տրվում տարբեր հաղորդումներ, նորություններ, հոդվածներ, որոնք վերաբերում են Հայաստանին եւ հայերին։ 2000 թվականի դեկտեմբերի 18-ին հայտնվեց
Էդդի Առնավությանի գրախոսությունը երկու էջի սահմաններում Լեոյի 1904 թվականին լույս տեսած Մեսրոպ Մաշտոց գրքի մասին։ Հենց առաջին իսկ պարբերություններում Էդդի Առնավությանը գրում է, ես կուզեի ընթերցել հայերեն թարգմանությամբ։ Լեոն միանգամայն ճիշտ կերպով խուսափում է Մաշտոցին վերագրել որևէ ազգայնական կամ հայրենասիրական մղումներ։ Նա, այսինքն Մեսրոպ Մաշտոցը, մի քրիստոնյա քահանա է, իսկ իր գործն էլ ներշնչվել էր Հայաստանում քրիստոնեության տակավին խոցելի դիրքը ամրապնդելու ըստ էության նեղ եւ ինքնանպատակ ձգտումից։ Ճիշտ է, ասում է Առնավությանը։ Այբուբենը հիմք ստեղծեց ապագա ազգային մշակույթի համար, կարծես մինչ այդ ազգային մշակույթ չկար, սակայն սա Մեսրոպ Մաշտոցի ունեցած ավելի նեղ մտադրությունների մի կողմնակի արդյունք է։ Մեսրոպ Մաշտոց երգը ոչ գիտական աշխատություն է կարելի ասել, առանց գիտական ապարակի, փոքրիկ գրքույկ է, Լեոն այն գրել է 1903 թվականին։ Այսպիսի բաներ, որ վերագրված են Լեոյին, այնտեղ ասված չեն։ Ես թողնում եմ մի կողմ այդ գրքի թույլ կամ ուժեղ կողմերը, բայց այսպիսի բաներ ասված չեն, ուրեմն սա կեղծիք է։ Եվ գիտեք ցավն ինչն է, որ հազարավոր սփյուռքահայեր, որոնք ծանոթ չեն հայոց պատմությանը, հայոց մշակույթին, հայալեզու եւ հայախոս չեն, կարդալով նման բաներ, նման գրվածքներ, հավատում են այդ ամեն ինչին։ Մասամբ կամ ամբողջապես, համենայն դեպս կասկածը նրանց սրտում մնում է։ Մենք պետք է գիտակցենք, որ այսօր էլ ճակատամարտի մեջ ենք եւ այդ ճակատամարտը ընթանում է հատկապես հոգեվոր ոլորտում, տարբեր իր դրսևորումներով, որոնցից մեկն է եւ հայոց պատմության դաշտը։ Մենք պետք է գիտակցենք, որ առանց արձագանքելու, առանց համապատասխան վերաբերմունք ցուցադրելու հայոց պատմության կեղծարարությանը մենք տանուլ ենք տալու տասնյակ եւ 100 հազարավոր հայերի, որոնք մեծանալու են բոլորովին ուրիշ պատկերացումներով իրենց պատմության եւ մշակույթի մասին։ Առանց այս ամեն ինչի մենք տանուլ ենք տալու նաեւ մեր ինքնությունը։